ոչ մի մուկ եւ ոչ մի ծուկ չի պլստալու Հայաստանում գողերի ժամանակ անցել է ամերիկաներից լինի ռուսաստաններից լինի ավստրալիաներից լինի գտնելու ենք բերելու ենք իրենց եւ իրենց գողացած ամեն լուղա ամեն կոպեկ ամեն դոլար 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի այս խոստումը առ այսօր արդիական է ու իրագործելի։ Իսկ թե ինչպես, եկեք վերհիշենք տարի առ տարի կամ հենց Փաշինյանի ասած կոպեկ առ կոպեկ։ Գործող կառավարության գործունեության արդյունքում 2018-ից 2025 թվականների ընթացքում Հայաստանի պետական բյուջե վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի եւ դրամական միջոցների ընդհանուր ծավալը պաշտոնական տվյալների համաձայն կազմել է 291 միլիարդ 726 միլիոն դրամ, որը համարժեք է 773 միլիոն դոլարի։ Այս գումարը ներառում է ինչպես անշարժ ու շարժական գույքեր, այնպես էլ դրամական միջոցներ ու տարբեր կազմակերպություններում տարբեր տրամաչափի չինովնիկների ձեռք բերած մասնաբաժիններ։ Վերադարձն իրականացվել է տարբեր մեխանիզմներով։ Քրեական գործերով գանձումներ, քաղաքացիական հայցեր, հաշտության համաձայնություններ եւ հակակոռուպցիոն դատարան։ Ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց։ Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ։ Սույն հայտարարությունն արել էր վարչապետ Փաշինյանը ու գործընթացի շրջանակում էլ սոցիալական իր էջերում հատիկ առ հատիկ հեշթեգով պարբերաբար ներկայացնում է այս ուղղությամբ իրականացված եւ իրականացվող շարունակական աշխատանքի նյութական արդյունքները։ Այժմ առավել մանրամասն 7 տարվա կտրվածքով պետությանը վերադարձված 773 միլիոն դոլարի առյուծի մասը ավելի քան 65%-ը կամ մոտ 504 միլիոն դոլարը բաժին է ընկնում վերջին տարիներին 2023-ից 2025 թվականներին, իսկ համեմատաբար ավելի փոքր գումարը 269 միլիոնը 2018-ից 2022 թվականներին։ Սա պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում դեռևս ներդրված չէր ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, այսինքն գործընթացը կրում էր ոչ համակարգային բնույթ։ Սակայն ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ 2020 թվականին ազգային ժողովն ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Իրավական այս նախաձեռնությունը բեկումնային եղավ ամբողջ համակարգի համար։ Զանգվածային թափ հաղորդելով պետական բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գույքի բռնագանձման քրեական վարույթներին, պետական միջոցների վատնման դատական գործերին, ինչպես նաև մաքսային, հարկային եւ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներին։ Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Հայաստանի գլխավոր դատախազության եւ իրավապահ այլ կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ փաստական տվյալներ հրապարակվեցին ենթադրյալ ապօրինի հարստացած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ավագ որդու Սեդրակ Քոչարյանի մասին։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի մասին։ Ազգային ժողովի նախկին նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր Հենրիկ Աբրահամյանի մասին։ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու ԴՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին։ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասին, ինչպես նաև ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, կրթության եւ գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ազգային ժողովի նախկին падգամավոր Մհեր Սեդրակյանի որդու Դավիթ Սեդրակյանի, խոշոր գործարար, նախկին падգամավոր Բարսեղ Բեգլարյանի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ Ռուզաննա Բեգլարյանի, Պաշտպանության նախարարության 5-րդ, ապա նաև 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Հայկազ Բաղմանյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի,
Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի, Ջրային կոմիտեի նախկին նախագահ Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանի եւ պետական կառավարման ապարատի մի խումբ այլ նախկին պաշտոնյաների մասին։ Այս անձանց մեծամասնությունը հարուցված քրեական վարույթներով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, մի քանի տասնյակի հասնող անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների, պետությանը պատկանող համայնքային հողատարածքների, շենքշինությունների ու արտերկրում գնաց առանձնատների, օֆշորային ակտիվների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պետական միջոցների փոշիացման համար։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանից դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել $100 միլիոն, Երևանի կենտրոնում գտնվող 20 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, $1.5 միլիոն ավանդներ ու արժեթղթեր, տրված փոխառություններից ապօրինի ձևավորված 33 միլիարդ դրամ։ Նրան փոխկապակցված ընտանիքի անդամներից էլ բռնագանձել հայաստանյան ու արտասահմանյան 18 ընկերություններում բաժնեմասեր։ Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ դեմքերից սուպեր նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրա որդիներից պահանջվում է վերադարձնել մոտ $41 միլիոն, 210 անշարժ գույք, 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում եւ ավելի քան 40 միլիարդ դրամ։ Խաչատրյանները մեղադրվում են նաև Լոս Անջելեսում $63 միլիոն գերազանցող առանձնատուն կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերելու համար։ Սեթրակյաններից դատախազությունը պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք կամ դրանց շուկայական արժեքը, 1 ավտոմեքենա, 8 ընկերությունում նրանց մասնակցության իրավունքը եւ 10 միլիարդ 40 միլիոն դրամ։ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ պետության պահանջվում է բռնագանձել 4 անշարժ գույք Երևանում, մասնավորապես 1 բնակելի տուն, 2 բնակարան եւ 1 ավտոտնակ, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում արտադրական նշանակության 1 անշարժ գույք, 1 բնակելի տուն, ամառանոց, 1 խողամաս եւ 3 տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը ընդհանուր կազմում է ավելի քան 2 միլիարդ 135 միլիոն դրամ։ Սեյրան Օհանյանի դեպքում ապօրինի ծագում ունեցող է համարվում 1 միլիարդ 78 միլիոն դրամ գումար։ Վահագնի թաղամասում գերշքեղ առանձնատուն եւ Սևանա լճի ափամերձ դրախտիկ համայնքում գտնվող 1 հեկտար տարածքով ամառանոց։ Ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն դրամ, մի քանի տասնյակի հասնող անշարժ եւ շարժական գույքեր ու շենքշինություններ էլ դատախազությունը պահանջում է բռնագանձել Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից, նրա եղբորից ու փեսաներից։ Հայցադիմումի համաձայն Հովիկ Աբրահամյանի եղբորից Հենրիկ Աբրահամյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 12 անշարժ գույք Արարատի մարզի Մխչյան բնակավայրում, 1 անշարժ գույք Մասիսի շրջանի Մարմարաշեն համայնքում, ինչպես նաև 5 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն եւ ավելի քան 270 միլիոն դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ։ Իսկ հենց Հովիկ Աբրահամյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում դեռևս 2023 թվականին դատախազությունը հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան, պահանջելով բռնագանձել նախկին վարչապետին պատկանող 59 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 20 իրավաբանական անձանցում մասնակցություն։ Նշված 59 անշարժ գույքերից 19 գտնվում են Երևանում, մեծամասամբ կենտրոն վարչական շրջանում։ 23 անշարժ գույք էլ հաշվառված է ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց անվամբ, սակայն նախաքննությամբ դրանց իրական շահառու է դիտարկվել Հովիկ Աբրահամյանը։ Նրանից պահանջվում է բռնագանձել նաև մոտ 22 միլիարդ դրամ։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվակ քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է մոտ 5 միլիարդ դրամի չափով ապօրինի եղանակով ստացված եկամուտ։ Ինչպես նաև Երևանում եւ Հայաստանի տարբեր մարզերում հիշյալ պաշտոնյանին են պատկանում 39 անշարժ գույք,
որոնց պայմանագրային արժեքը հասնում է 8 միլիարդ դրամի։ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայում գտնվող եւս 10 ենթադրյալ ապօրինի անշարժ գույքի կադաստրային արժեքն էլ գնահատվում է $920,000։ 10 տարուց ավելի զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերի 251 միլիոն դրամի փողերի լվացման համար։ Նախկին գեներալին մեղադրանք է առաջադրվել նաև հայտարարագրման ենթակա տասնյակ գույքերի և խոշոր չափով եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու դրվագներով։ Ավելի քան 376 միլիոն դրամի հարստացման և առանձնապես խոշոր չափի փողերի լվացման վերաբերյալ մեղադրանք է առաջադրվել նաև ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին։ Նրա և նրա հետ փոխկապակցված եւս 3 անձի վերաբերյալ գործը նույնպես գտնվում է հակակոռուպցիոն դատարանում։ Այն վերաբերում է Գևորգյանի Աբովյանի քաղաքապետ աշխատած տարիներին։ Ըստ մեղադրանքի այդ ժամանակ կեղծ աճուրդի միջոցով օտարվել է 2738 քառակուսի մետր մակերեսով 4 հողատարածք, ընդ որում օտարվել է շուկայականից 14 անգամ նվված գնով։ Եվ այսպես շարունակ։ Դեռ չհաշված այն, որ դատարանի ուժի մեջ մտած օրինական վճռով ի սեփականություն Հայաստանի Հանրապետության արդեն վերադարձվել են մանկապարտեզներ, մշակութային տներ, մարզադաշտ, պուրակներ, բնության պահպանության հուշարձաններ ու հեկտարներով հողատարածքներ։ Հանրապետության գրեթե բոլոր մարզերից, մեծ ու փոքր հարյուրավոր համայնքներից։ Հայաստանի նման պետության դեպքում նմանօրինակ թալանի ամբողջ խճանկարի այս փոքրիկ մասն անգամ սահմռկեցուցիչ է։ Երկիրը ագահաբար հարստահարելու ցցուն օրինակներից է նաև ոմն ֆիզիկական անձի կողմից բնության հրաշալիքի Գառնիում գտնվող Քարերի սիմֆոնիա կոչվող հուշարձանի մի հատվածի սեփականաշնորհումը։ Քարերի սիմֆոնիայի մի հատված սեփականաշնորհված է եղել կոնկրետ անձի, ֆիզիկական անձի։ Այո, պարոն վարչապետ, եւ այստեղ մենք վիճարկել ենք դատախազական ներգործության շրջանակներում ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ իրականում 60 հոդվածի սահմանափակման ներքո գտնվող հողը անցել է մասնավոր սեփականության եւ միջնորդագրով դիմել ենք համայնքի եւ արձանագրելով, որ դա ապօրինիա չէր կարող սեփականաշնորհվել, որովհետեւ հողային օրենսգրքի 60 հոդվածի հողը Եվ այդ կետից փաստորեն վերադարձնում ենք արդեն չենք վերադարձնում համայնքին, վերադարձնում ենք շրջակա միջավայրի նախարարության։ Բայց սա էլ իհարկե ամենը չէ։ Պետության շահերի պաշտպանները տարբեր ուսումնասիրություններով շարունակաբար բացահայտում են զարտուղի ճանապարհով դոլարային միլիոնատեր դարձածների կոմբինացիաները, դրանք վերածելով հայցադիմումների։ Այսօրվա դրությամբ առկա է ապօրինի հարստացման 500-ից ավելի դատական գործ։ Փողերի լվացման, անշարժ և շարժական գույքերի մոտ 700 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Սույն գործերի մի մասը 2026 թվական է հասել նախորդ տարիներից, որոշ մասն էլ դեռևս գտնվում է նախաքննության փուլում, պայմանավորված իրենց բարդությամբ։